Իր ապարատին 7 միլիոնով պարգևատրում է, բայց թոշակը ընդամենը 10,000 դրամով է բարձրացնում։ Արդար է սա։ Բայց ոչ բոլորին է։ Իմ օրինակ ասենք իմս 50,000 է, ինձ արդեն 7,000-8,000 է։ Դարձնա իսկ մնացածին 10,000 է։ Ցածրներին։ Շտենք այնտեղ 700,000 կուտա միլիցիայի աշխատողին, իսկ հասարակ բանվորին որ սաղ կյանք աշխատել է, չեն տատկան փող։ Քիչ կուտան։ 80-ը բարձրացրել են 85 կոպեկ։ Ոստունի չէ իրանից ներկայացնում։ Որա բարձրացրած։ Չկալը։ Չէ, հա, այդ որի թոշակի բավարար է, բավարար է։ Իսկ ինձ ո՞նց եք մտածում, ինքը իր ապարատին 7 միլիոնով պարգևատրում է, բայց թոշակը ընդամենը 10,000 դրամով է բարձրացնում։ Դե տակ դուք համարձակություն ունեցեք իրեն հարցրեք, որովհետև ինքը կաշառատու է։ Միանգամից որ բարձրացնի չեն իմանա ինչի վրա է ծախսում։ Ինքը լավ կծախսի մեր տեղը։ Տանկ իրան ինքը լավ է ծախսում։ Եթե դրսի օգնություններ չլինի, ուրեմն յոլա չեն կարողանա դրան։ Վարչապետը թոշակառուների գլխին չդեմ ինչ թափեց, հետո նորից ասում են ինչ որ ապրիլի 1-ից, եթե ասենք ճիշտ է, թոշակը դի բարձրացնեն։ Դե թոշակով ապրող մարդ ենք, տանեցիներն էլ աշխատում են, գործ ունեն, հոլա ենք գնում էլի։ Ինչ է ինչ որ կար։ Թոշակը չի բավարարում եւ այդպես մարդ չկար բավարարի իր թոշակը, բայց դե հիմա ինչ անենք, էս է վիճակը։ Ճիշտ է, խոստացել են մի քիչ բարձրացնել, բայց դե երբ կլինի դա չեմ կարող ասել։ Թոշակները ինչի հիմա բանանեց, իբր թե բարձրացրեց։ Դա ընտրություններից առաջ։ PR է, որովհետեւ ժողովրդին իր կողմը գրավ։ Շուտ աներ։ Այդ ինչ 30,000 դրամով մարդ կարող է ապրել։ Թոշակը թող ես չեմ, իրա այդ թոշտաված թոշակով ինքը կա ապրի, իր ռոջիկով թոշակարուն ապրի։ Հնայինք դուրը կուկը 50-60,000 սենք 50,000 տարկա 60,000։ Ինչքան է թանգծը։ Թանգություն ինչքան է, երագի քարագյան կամ թանգծել ամեն։ Թոշակարուն ինչ պիտեն 10,000, իրասելու պես։ Ես կրթություն չունեմ, որ քեզ ճիշտը պատասխանեմ, բայց Փաշինյանը լավ բան չի անում։ Ուրան ինքը, եթե տեսոր բարձրացրել է։ Դասա 10,000 դրամով բարձրացնում Այդ օրով ինչ պիտի առնես։ Ես թոշակառու եմ, բայց իմ թոշակը չի բարձրացել։ Այդ ոնց եղավ որ բարձրանում է։ 2 ապրիլի 1-ից էլ ամեն ինչը բարձրանա։ Հետո ինչը պետք է անե։ Լավ, այդ 10,000-ը տվավ։ Ձուն արդեն դարել է 95 դրամ։ Ամեն ինչը թանկացել է։ Այդ 10,000 դրամով լավ, սավ թե 10,000 դրամը թոշակառուն ինչ պետք է անե։ Ճիշտ է, այնքան քիչը որ հեշտ բանը չի անե։ Ինքը կերնադիկ պայ իրան որպես անտամավաճառ։ Եղավ, չտա ժողովրդին։ Չգիտեմ, եթե տունը աշխատող անձնավորություն չեղնի, բնականաբար չի բավականացնի։ Ինչքան է կուզե բարձրացնեն, էլի չի բավարարել, ինչքան են բարձրացել, որ yamanki։ Չէ, երեխեքը կօգնեն կապնեն։ Ճիշտ չեն կդնում, բայց ոչինչ։ Համակերպում են, մեծերը չեն համակերպում նման բաների, որովհետև իրանք միշտ ուրիշ ձևի են ապրել, բայց ընդունում ենք, ինչ պետք է ասենք, որ չընդունենք։ Թոշակառուի համար շատ բարդ է հիմա ապրելը, թոշակառուի համար, ուղղակի չեն ընդունում, էլի եմ ասում, չեն ընդունում իրանք նման այս իրավիճակը։ Այդ թոշակը ինձ թվում է լրիվ բավական է, մեկ շաբաթ ապրելու համար։ Շաբաթը կանցնի, հետո կմտածենք։ Այս աշխարհում ի սկզբանե թույլ ես տվել, ուրեմն թույլ ես։ Այլ բացատրություն չկա։ Թույլ ես տվել, ուրեմն թույլ ես։ Ժողովրդի հանցավոր, հանցակորց անտարբերությունն է, մեղավոր իր նկատմամբ, իր նախնիների նկատմամբ, իր սերունդների նկատմամբ։ Դեք ժողովրդը խապ է, գիտեք ինչ է հայքորս։ Խապերություն է։ Դեք ոչինչ չի նշանակի 10,000-ը։ Ինքը 10,000-ով կապրի։ Նայեմ կապրի ինքը, ես թոշակառու եմ։ Ես անջախ իմ տունս յոլա կտանիմ։ Այդ 10,000-ը թող ինքը դորով ապրի։ Նայեմ ինչ է կապրի ինքը։ Լավ կապրի, թե չէ։ Որ կելնիքս է դե ոնց պետք է ծախսի այդ փողը ինքը 10,000 դրամը։ Դու ոնց կծախսես այդ 100,000-ները։ Դու քեզ էլ դու ինչ ասես դու դրան հաշվի չես առնի, այդ փողին է հաշվի չես առնի։